կա մի բան, որ ես հյուսիսի բարեկամը և ադրբեջանցին չի կարողանում մարսել, այդ ոնց է Թրամփի ուրեմն այդ ուղին, ինչպես անենք վերածենք Զանգեզուրի Միչանցկի։ Հիմա մեր Facebook-ում գրում են դե Միչանցկ ինչքան վատ բառ է, որ դե Միչանցկ, ասեմ պատասխանեմ ձեզ, որտեղ ռուսն ու թուրքը դրան այդ բովանդակություն են դարել, թե չէ դուք կարող եք ամեն ինչ կարող եք անունը դրեք Պողոզ, անունը կարող եք դնել Պուտին, այդ Թրամփի, հա, բայց այնտեղ իրենք ուրիշ բովանդակություն են հաղորդում, դրա համար մենք պետք է միջազգային։ Իսկ ինչով եք բացատրում Նիկոլ Փաշինյանի հակադարձումը ՄԱԿ-ի այդ ամբիոն։ Այսինքն, տեսեք ինչ կա, հիմա մենք պետք է նայենք ինչն է։ Ադրբեջանին ընդհանրապես խաղաղության պայմանագիր այս օրերին, մինչև հիմա, որ մանավանդ մինչև Պուտինի հետ վատանա։ Աշխարհի բոլոր մեղադրանքները լցրեց մեր գլխին Ալիևը, էլ օկուպանտ, թող բակոները լցնեին նրա գլխին։ Եվ լախում նստել էի, թող խրեին մինչև վերջ։ Հարցը ինչու չեն գնացել։ Հնարավորությունը ունեցել եք, չենք արել։ Այո։ Վաբանք թող գնային, իմանալով ինչ է, ոնց որ վաբանք փախան։ Ինչպես երկիրը վաբանք կողոպտեցին։ Բանակ թող ստեղծեին։ Ստեփանակերտում հայտնի է, չէ, գեներալների թաղամաս են սարքել։ Հիմա ուր է թաղամասը։ Թող գեներալների բանակ ստեղծեին։ Ինչու չեն ստեղծել։ Ես է հարցը, այդ 30 տարում հնարավոր չէր ավելի լավ բանակ ունենալ։ Հետո ասեց, եթե այդ գեներալիտետը նաև լավ կռվեր, այս աղետալի պարտությունը կգրեինք, որ այդ Աբշերոնի եզը մեր գլխին ինչ ասես թափեր։ Ուրեմն ինչ եմ ուզում ասել, ժողովուրդները դուժում են ումից, երբ որ քաղաքական, ռազմական ղեկավարությունը տգետ է լինում, մաֆիոզ է լինում, ինչպես եղան, չէ՞։ Թե չէ որտեղ են հարստացել, ինչպես են հարստացել, մեկը բացատրի օրենքը ո՞րց է, ինչ օրենք, ինչ է նշանակում պետության գերակաշահ, եթե պետության գերակաշահ է, պետական սեփականությունը պետք է պաշտպանվի, այդ դրա տակ պետական սեփականությունն են կերել, ժողովրդին են կերել, վերենել ծաղր է, զավեշտի համար գրել են պետության գերակաշահ պետական, ուրեմն այսպես, հիմա այստեղ նայենք, Ինչն է Ալիևին խաղաղություն պետք չի, ինչքան եմ ասել, ինչին է պետք։ Զանգեզուրի միջանցքն է Փաշինյանը հիմա չէ դե պետք չի, ասեմ ձեզ, ինքը Զանգեզուրի միջանցք ունի այդպես կոչված, Նախիջևան Պարսկական սահմանով Նախիջևան գնում գալիս է։ Ինչ է պետք։ Հայաստանի պետության քայքայում է պետք։ Այս ռուսական շուկան կառավարել է պետք։ Դուք չեք նկատել, որ Բաքվից այս ռուսական սեգմենտ Մոսկվա մեկը Զախարովը մի սիմֆոնիա է Հայաստանի պետության եւ կոնկրետ վարչապետի դեմ, կոնկրետ, ոչ թե ինձ ձեր եւ այլն, ուրեմն այս բոլորը բարձ է։ Հիմա Ադրբեջանը ոնց է, եթե իրեն պետք չի եկել է բանակցություններ այդտեղ, երկու Հայաստանի պետականությունը մենք ներքին կյանքը դժվարությամբ կայունացրինք Ես ենթադրում եմ բանակի վերաշինություն որոշակի հաջողություն ունի, այս իրադրության մեջ ագրեսիա կատարելու պայմաններում Ադրբեջան չի կարող հաղթել, կարող է հաջողություններ ունենալ, ուզում է, բայց այստեղ ուրիշ բան է կատարվել, քանի որ Ալիևը Պուտինին քցել է, ինքը չի մանա, որ եթե ինքը խառնակ գործերի մեջ մտնի, ոչ թե արի, ռուսական բանակը Դաղստանով Բաքու չի մտնելու, ինքը դա չգիտի այլևս, եւ միջազգային հանրությունն էլ, ինչպես որ ընդունում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այդ ալմատին, այնպես էլ իրենցն են ընդունում, մնացածը հասկանալի չի, սա մի կոմպլեքս է, եղավ, այսինքն ինքը ձեռու հոտ կապվել է, այսպես, եւ Հայաստանում ժողովրդի կայուն իշխանության կողքի մնալ եւ ես կոչ եմ անելու մեր ժողովրդին այո շատ դժվարություններ կան բայց մենք պետք է պահենք որպեսզի լուսավոր ապ դուրս գանք ինչպես որ դուրս ենք գալիս մանավանդ ճանապարհաշինությունը բերում է դրան զարմանալի չէ Չաբարի նավանկից 2 կոնտեյներ եկավ հնդկական օվկիանոս Հայաստանի ապրանք, ինչի մասին ասում էինք, չէ, ուզում եմ ասել, տեսեք այդ գործ գնու, կա երրորդ մասը, մենք կարողացանք պարտությունից հետո ռուսներից հեռանալ,
մանավանդ իրենք ոչ թե հեռանում էին, այլ Չեխովի տարբերակն են կիրառում մեր հանդեպ, ուրեմն եւ ինչ հայտնվեց Հնդկաստանը, որը ոչ մի խնդրեմ չառաջացրեց զենքի մատակարարման իմաստով, որը քանակ այլ հարց է, դա մեր գործը չի։ Ֆրանսիան պինդ կանգնեց Հայաստանի թիկունք եւ իշխանությանը, եւ ինձ համար ես ինչքան գիտեմ, չափազանց հաճելի է, որ նախագահ Մակրոնը մեր վարչապետին հարգում է ազնական, դա շատ կարևոր է պետական քաղաքականության մեջ։ Այն պայմաններում, որ զառամյալների ցույցերն ու բաները Փարիզում արդյունք չեն տալիս մեր պետության, մեր իշխանության դեմ, այս վիճակի մեջ, եւ գոնալ դրան ավելացնենք ամերիկյան քաղաքականության ավելացումը, չէ, որ մենք այս տարի ստացանք 14 հունվարի գործընկերության կարգավիճակել Եվրոմիություն, դիտորդական առաքելություն, այս բոլորը չեմ ասում, նույնիսկ Գերմանիայի բարյացակամությունը, որ երբեք հայկական հարցում գրեթե չի եղել։ Այս բոլորը պատնեշ առաջացրեցին այդ բանի համար եւ այսօր նա ուզի չուզի պիտի ստորագրի, դե կարող է Մակրոնին չլսել, Պուտինին քցել, բայց Թրամփին քցելը ուրիշ բան է նշանակի, Մակրոնի բանի հարցով էլ ասեմ, որ ես բաններ ռուսական ճամբարին չեմ ասում, սրանց բանն է, անընդհատ մի լավ բան լինելուց սարսափում է, անասնական վախի մեջ են անում ցնցումների, ուրեմն պետք չի ցնցվել, եթե ուրեմն Թրամփը մեկ Հայաստանը անվանում է Ալբանիա եւ այլն Արմենիա։ Կամ Նիկոլ Փաշինյանին ինչ է ասում համակրելի։ Ինչ-որ է։ Դա այսպես Զելենսկուն տեսեք ինչ որ է դրին, դա շատ մեզ շատ լավ ընդունել, որ սա քրիստոնյա Հայաստանի ղեկավարն է, ասում են մոտավորապես այդպես ասել, ուրեմն այնտեղ կարծում եմ ես ունենք լավագույն Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը հասկացող եւ Հայաստանն եւ հայկական հարցը անգիր իմացող Մարկ Ռուբիո պետքարտուղարը, այստեղ է գլխավորը։ Ես նույնիսկ չեմ կասկածում, որ փոխպրեզիդենտը եւս լավ գիտի։ Եվ մեր ադմինիստրացիայում ամերիկյան մենք գիտենք, որ լավ հայկական հարց իմացողներ կան։ Այնպես որ շատ ուրախանանք, որ ուրեմն Թրամփը ասեց, չասեց։ Այ կերազեիք, որ Թրամփը ձեզ մի անգամ գնայի կոշիկը նած սրբեիք, իսկապես կերազեի, բայց իհարկե ձեզ չի հաջողում, որտեղ Թրամփը գիտի, որ ռուսական ձեր կողմնորոշման լինելով ձեր գրպաններում ամերիկյան դոլար է։ Ես առաջարկում եմ դոլարից հրաժարվել, ռուսական ճամբարին օգտագործել ռուսական ռուբլի։ Ես չեմ ուզում այն ասեմ պետական բյուջե եւ այլն, որտեղ դրանք քննարկելու հարցեր չեն, երկրորդ այդ խորքը իմանաց եւ այլն, դա չի կարևորը, ինչքան են կրճատել, կարող է ռացիոնալ են դարձրել, ասենք օրինակ մի խլամ հրթիռ արժեր $100,000, որ մի նախարար գրբանը տնի, կարող է հրթիռը հանել են միջից, դրանք ուրիշ հարցեր են, բանակը շատ արագ պիտի արդիականացվի բաներով, հատուկ ջոկատայինների եւ կամանդոսների տեսքով, Հայաստանը փոքր է եւ շարժում։ Ինչ անելու համար, մենք պաշտպանվելու թե հարձակվելու։ Մենք ուրեմն լավագույն հարձակման միջոցը պաշտպանության հարձակումն է, Այսինքն դուք կողմնակից եք հարձակմանը։ Ես միշտ եմ կողմնակից եղել, հիշեք, որ ես չէ տարիներ շարունակ պնդում, որ քուրարաքսը եթե չստեղծեք, ոչինչ չի լինելու, դժբախտաբար այդպես եղավ։ Դες ասում եք, չէ, կարող եք, չեք կարող, եւ լախը պիտի խփեք եւ համաձայնության տակ։ Այդ նույնիսկ ասել են այսպես, այսօր որ ակտիվորեն Նորատեր Գրիգորյան գեներալը էլի գլուխ է բարձրացել եւ մեղադրում է այս մեր վիճակի համար Արցախի, ուրեմն Թուրքիային, Ադրբեջանին եւ բանը, բա Ռուսաստանն է։ Եթե դա ես անում, հերթական կեղծիքն ես անում։ Ես իրեն Սևրում մի օր դեն դիմաց հասցրել եմ։ Ինչու եւ լախը չխփեցիք 90 թվին։ Այն որ ասում է ես էլ ասել եմ, պարոն գեներալ, ինչու եւ լախը չխփեցիք, ում խաթեր։ Հիմա եթե չես արել, ուրեմն բան եւ պետք չի, ուրեմն եթե որևէ մեկը մեր Արցախյան խնդրես ողբերգության մեջ, մեր ողբերգությունն է դա, մեջ խոսի առանց ռուսական գլխավոր դերակատարության,
ուրեմն դու գինի խաբար կտամ եւ ձեր ակաժները կկտրի։ Նա ասում է մենք արեցինք, Շոյգուն ասում է ես եմ արել, այս ապուշներն ասում են Մենք իրենք են արել։ Չէ, Ռուսաստան անուն չէ տալիս։ Ադրբեջանը, Թուրքիան եւ այլն։ Ընդ որում ասեմ որ թուրքերին էլ Ռուսաստանն է հրավիրել մտնելու այդտեղ։